Բարի երեկո սիրելի հետևորդներ, այսօրվա մեր փոքրիկ եթերը նվիրված է այն հարցերի պատասխաններին, որոնց սպասում եք դուք։ Բարի երեկո, հարգելի ընկերներ, այո, այսօրվա մեր եթերը մի փոքր տարբերվում է իր ֆորմատով, բայց երբեմն այո, պետք է նաև այսպիսի եթերներ անենք, քանի որ չենք հասցնում, գոնե այսպես մի փոքր կթեթևացնենք մեր աշխատանքը, կպատասխանենք մեր հետևորդների հարցերին, համեն միանգամից բոլորդ կտեղեկանաք այդ հարցերի պատասխաններին։ Այո, քանի որ հարցը հնչում է մեկնաբանությունների բաժնում, Եվ անձնական են գրում շատ հարցեր, լինում է, որ բավական երկար ժամանակ այս հարցերը չեն կարողանում պատասխան գտնել, որովհետև տեսնում եք ինչ աստիճանի զբաղված ենք, կարծում եմ այսօր երեկոյան ես կտեղադրեմ մեր ուխտագնացության տեսանյութը արդեն պատրաստի ու կտեսնեք, թե ինչ տանջանքների ու չարչարանքների միջով եք իսկապես մենք անցնում, այդ իսկ պատճառով փորձեցինք այս ֆորմատով այսօր պատասխանել որոշ հարցերի։ Սիրելի հետևորդներ, կպատասխանենք այն հարցերին, որոնց հնարավոր է պատասխանել, բայց քանի որ բազմիցս անդրադառնում եք մեր որոշ հետազոտողների տեսակետներին, ինչու մենք չենք միանում, ինչու չենք դիմում միասնաբար ինչու չենք աշխատում, մեկ ընդմիշտ խնդրում եմ հաշվի առնել հետևյալը։ Մենք ոչ մեկի դեմ չենք գործում, մենք ոչ մեկի տարանջատման, պառակտման, ազգի պառակտման խնդիր չունենք դրած։ Պարզապես մենք իրավունք չունենք գնալու այն դաշտ, որը մերը չէ, արգելված է մեզ համար։ Եթե որևէ արձագանք ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, նրանց արած աշխատանքի, փնտրտուքների, ի վերջո շատ բարդ է զրոյից ինչ-որ դատարկ տեղում ինչ-որ բանով սկսել զբաղվել, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Եթե արմատական հակասություններ կան մեր ասածի և այն անձանց տեսակետների միջև, ում դուք նշում եք, մենք որևէ ընդհանուր տեսակետ ունենալ չենք կարող, հետևաբար իգիտություն ընդունեք սա և գնանք առաջ։ Լիլիթ ջան, գիտես ինչումն է հարցը, տեսեք մարդիկ առաջարկում են միավորվել, միաբանվել և այլն, բայց մի ամենակարևոր, շատ կարևոր բան են մոռանում, որ որտեղից է մեր աղբյուրը գալիս, մեր աղբյուրի մասին։ Այսինքն, եթե մենք պատրաստ ենք ցանկացած մարդու հետ միավորվել, մենք պատրաստ ենք ցանկացած տեսակետ լսել, բայց մենք իրավունք չունենք այդ մասին հրապարակելու, մինչ չճշտենք Սուրբ Սրբոց սրբերից Արարչի հետ, պարոն Ռուբենի միջոցով, դիցերի հետ, երկնային տիրուհիների հետ։ Իսկ ձեր ասած անձանց հետ մենք միավորված ենք, մենք բոլորս հայեր ենք, մենք բոլորս աշխատում ենք հանուն այսօրվա և վաղվա Հայաստանի, այդտեղ որևէ տարաձայնություն լինել չի կարող, բայց ինչը վերաբերվում է աղբյուրներին, ինչը վերաբերվում է ինֆորմացիայի ճշգրտությանը, Երբ հասնում այդ պահը, բոլորը կասես, թե այնքան վստահ են իրենց ասածի վրա, այդ դեպքում ինչպես կարող ենք ճշտել և ընդհանուր համաձայնության գալ, մենք պատրաստ ենք ցանկացած տեսակետ լսել, հարցնել, նրանց հետ միասին փորձել գտնել ճիշտը և ներկայացնել հանրությանը, բայց ցավոք սրտի մնացածները պատրաստ չեն դրան։ Եվ մենք իդեպ չմտածեք որևէ բան խուսափել ենք ճշգրտելուց։ Եղած, այո, YouTube-յան ամբողջ ինֆորմացիան մենք ճշտել ենք, մեզ ասել են, որ նման բան գոյություն չունի, սա սխալ է, սա անհեթեթություն է, սա չկա, ուրեմն ինչի հիման վրա և ում հետ միավորվել։ Ամենայն հարգանքով կրկնում եմ բոլորի նկատմամբ։ Բոլոր դեպքերում ով ցանկացել է, մինչ այժմ մեզ միավորվել է։ Միավորվել է և արդյունքներն ակնհայտ են, արդյունքները բացառիկ են, մարդիկ համարձակություն են ունենում, այո, իրենց 20-ից ավել գրած գրքերից հետո փոփոխություններ մտցնել, բայց ոմանք էլ այդ համարձակությունը չունեն, իսկ մենք ինչ անենք այս պարագայում։ Մենք պատրաստ ենք օգնել, որ պահին բոլորը
բոլոր հետազոտողները, պատմաբանները, տեսաբանները, եթե հարցեր կարող են ձևակերպել եւ դիմել մեր օգնությանը, մենք կդիմենք Ռուբեն Գրիգորյանին եւ կստանաք դուք ձեր հարցերի ճշգրիտ պատասխանը, եթե կբարեհաճեն ձեզ պատասխանել, էդ էլ ասենք, որովհետեւ երևի նայած ով է հարցը ով, բայց հիմնականում ոչ մեկի չեն մերժում, եթե մենք խնդրում ենք, այնպես որ սա հաշվի առնելով գնանք մեր հետևորդների հարցերի պատասխանների հետևից գործեն։ Այո, բավականին երկար ժամանակ է Գուրգեն Մուրադյանը ինձ հղել է մի քանի հարցեր, որոնց ոչ մի կերպ ժամանակ չի լինում պատասխանելու։ Երեք կատակով ասացի, որ գիտես վերջը քո հարցերին մենք ուղիղ եթերով ենք պատասխանելու։ Եվ այդ կատակն իրականություն դարձավ։ Պատասխանենք դու մնացածները լսեն։ Հարցը այսպիսին է, առաջին հարցը։ Տրամաբանությանս մեջ չի տեղավորվում եւ կուզեի ավելի մանրամասնեիք եւ բարձաբանեիք։ Նախ ասում եք, հոգու հետ կապը 110%, եթե կապը 100%-ով կա, ապա այն 10%-ը ինչ է։ Այդպես կարելի ասել բոլոր ցուցիչների մասին։ Այո, դուք մի անգամ ճիշտ եք, տոկոս բառը սխալ է մեր կողմից կիրառելը, որովհետև այնուհետև մենք այն փոխարինել ենք միավորով, այո, բայց մարդը խոսում է տոկոսի մասին, նշանակում է լսել է, հնչել է այդ բառը, միավորով փոխարինեք այդ տոկոսները եւ ամեն ինչ կընկնի իր տեղը սիրելի հետևորդներ։ Այսինքն 110% հոգու կապի ցուցիչ։ Մի փոքր այստեղ մանրամասնենք այս հոգու կապի ցուցիչի մասին, որովհետև միգուցե մեր մնացած հետևորդներն էլ չգիտեն, բացի այն, մենք որ ունենք վարկանիշ, հոգու վարկանիշ, ֆիզիկական մարմնի եւ հոգու համատեղ վարկանիշ, նաեւ ունենք հոգու հետ կապի ցուցիչ, որի բարձրագույն աստիճանը 110 միավորն է։ Այսինքն եւ հետադարձ հոգու հետ մեզ հետ կապի, այդ ցուցիչի բարձրագույնն է 110 միավոր եւ մեր հոգու հետ կապի ցուցիչի միավորը։ Այո, եւ սա էլ շատ կարեւոր հանգամանք է հետագայում, եթե մարդիկ ցանկություն ունեն անմահության շեմ հաղթահարելու, որովհետեւ այս հոգու կապի ցուցիչը պարտադիր պետք է 50-ից բարձր լինի երկու պարագայում էլ, այլապես դա հնարավոր չի։ Եթե հոգու կապը մեզ հետ թույլ է, այն չկա, երազել որևէ վարկանիշի առաջընթացի մասին, այո, սա բացառվում է, սա մի այլ ցուցիչ է, որը պարտադիր նախապայման է, որպեսզի մեր վարկանիշները կարողանան բարձրանալ։ Սա արդեն հոգու ցուցիչի հոգու կապի ցուցիչի վերաբերյալ։ Հաջորդ հարցը, որ տալիս են մեզ, այսպիսին է. երբ ասվում է Ալլահ բառը, արաբերեն նշանակում է ասում եք Ալլահ բառը արաբերեն նշանակում է արարիչ, բայց արաբերենից թարգմանաբար այն նշանակում է Աստված, որը երեք կրոնների տեսանկյունից էլ արարիչ է։ Բացի դրանից եւ իսլամում եւ արաբերեն քրիստոնյաները եւ հրեաները Ալլահ բառը օգտագործում են, այն առաջացել է իլահ բառից, որը նշանակում է Աստված, իսկ արարիչը արաբերենով ավելի շատ նշանակում է ալ-խալիբ բառը։ Շնորհակալ եմ։ Նախ չգիտեմ, որ երեք կրոնների մասին է խոսքը, իսլամ, քրիստոնեություն եւ այսպես ասած հուդայականություն, հրեական կրոնի մասին է խոսքը, եթե այո, իրենք իրավունք ունեն Աստված հասկացությունը ընկալելու, որովհետեւ իրենց ոչնչացված արդեն Եհովա բան է, դից էր ընդամենը։ Մենք գիտենք, որ Աստված բառը փոխարինել է, եկել է փոխարինելու դիցին։ Այդ առումով գուցե ինչ որտեղ ընդունելի է, բայց մենք միլիոն անգամ ասել ենք Աստված եւ արարիչ բառերի տարբերությունը, խոսել ենք այդ մասին, հնարավոր չէ նույնացնել նրանց, դա մեկ, եւ ինչպես պարզվում է, մեր արաբերենի մասնագետ մեր ընկերներից մեկը այո, պարոն Մանուկը հետևյալ ինֆորմացիան, որը վերցրել է Կիպրիանոսի աղբյուրներից,
Արարիչը նրանց մոտ այո ընդհանուր ձևակերպումը արարչի Ալլահն է հաստատեց մեր ընկերը սակայն Կիպրիանոսի գրած արարչի 1000 անուններից մեկը Ալ-Խալեխը հենց նույնպես նշանակում է արարիչ, այսինքն այստեղ որևէ հակասություն չկա, երկու դեպքում էլ գործ ունենք արարիչ հասկացության հետ։ Աստված բառը մենք ընդհանրապես չպիտի օգտագործենք մեր պարագայում։ Արարիչ իմաստով Աստվածը երբեք կիրառել պետք չի։ Եվ նա գտավ աղբյուրներում նույնպես, որ իսկապես ամենաբարձրյալ որպես արարչին նկատի ունեն Ալլահ ասելով, իսկ Ալ-Խալեփը նրա 1000 տարբերակներից այո հատկանիշներից մեկն է համարվում։ Անցնենք հաջորդ հարցին, հականյութը եթերի հետ կապ ունի, թե ոչ։ Ոչ, հականյութը եթերի հետ կապ չունի։ Հաջորդ հարցը։ Ասացիք, որ մարդուն կարող է տրվել հակառակ սեռի հոգի, հատուկ նպատակով, կամ որպես պատիժ, կամ որպես անհրաժեշտություն։ Արդյոք հենց այս պարագայում չի առաջանում համասեռամոլությունը եւ այդ պարագայում ինչ հատուկ առաքելություն կարող է լինել։ Հատուկ առաքելության մասին ոչինչ ասել չենք կարող։ Ամենատարբեր խիստ անհրաժեշտությունից ելնելով, որը միմիայն արարիչը գիտի, ինչ հաշվարկով, ուր է ուղարկում հոգուն, ինչ ընտանիք, որ երկիր, ինչ Գոհար ջան, եթե որպես պատիժ է տրվել հակառակ սեռը։ Չէ, սա մենք որպես առավելություն, իսկ եթե որպես պատիժ, արդեն դա այլ հարց։ Ուրեմն առաքելության մասին այստեղ խոսք լինել չի կարող։ Եթե պատիժ է տրվել։ Իսկ եթե որպես ինչ որ նպատակով ավելի շուտ այսպես ասենք, ոչ թե որպես առավելություն, այլ ծրագրային հատուկ նպատակով է տրվել, ենթադրենք, օրինակ բերենք, տղամարդկային հոգին վերակցվել է աղջկա մարմնին, մի նպատակով հատուկ ծրագիր կա նրա հետ կապված, մեծ առաքելություն է նախատեսված նրա համար, բայց որպեսզի այդ աղջիկը ապահովված լինի, ենթադրենք, պատերազմին մասնակցելուց, բանակ գնալուց, տղաների հետ կռվելուց, այսինքն նրան ավելի ֆիզիկապես ապահով մեծացնելու նպատակով, մենք տենց դեպք գիտենք, էլի նա վերամաննավորվել է որպես աղջիկ։ Դա կոնկրետ ծրագրի մասին է։ Եվ մեր հետևորդը հարց է տալիս, արդյոք դա չի կարող այս պարագայում առիթ հանդիսանալ հակասեռամոլության, համասեռամոլության։ Ոչ, սիրելի հետևորդներ, համասեռամոլությունը ձևավորվում, արմատավորվում է միայն միջավայրի ազդեցության, միայն սխալ դաստիարակությամբ, այսինքն դաստիարակության բացակայության պարագայում կամ թերացման։ Դա շատ բարդ խնդիր է, բայց հոգու եւ մարմնի հակառակ սեռերի պարագայում պարտադիր չի, գուցե մի 10-րդական, 100-րդական նշանակություն կարող է ունենալ, որովհետև անպայման նախորդ կյանքից բերվում են նաև այն հակառակ սեռի որոշակի հատկանիշներ, բայց դրանք ավելի շատ խանգարում են մարդուն դրսևորվել, եթե տղամարդու հոգի ունի, դրսևորվել որպես կին կամ հակառակը, քան թե նրանց դրդում են համասեռամոլության։ Կարծում եմ Լիլիթ ջան, մեր հետևորդներից Եվան հարց է ուղղում մեզ, փորձենք այս հարցին միջանկյալ պատասխանել։ Բարև ձեզ, սիրելի Գոհար եւ Լիլիթ, իսկ կարելի է ասել Տերը կամ Բարձրյալը։ Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։ Եթե դուք հենց Սուրբ Սրբոց սրբերից արարչին նկատի ունեք, իհարկե կարելի է։ Նա է ամեն ինչի Տերը եւ նա է ամենաբարձրյալը։ Բայց ես օրինակ հոգու խորքում զգում եմ այսպես, իհարկե հարցը հիմա է հնչում, մենք չենք կարող այս պահին պարոն Ռուբենի հետ ճշտել։ Ես հոգու խորքում զգում եմ, որ անպայման արարիչ տարբերակն ավելի նախընտրելի է։
Տեսեք մենք նկատի ունենք բարձրյալին, բայց երբ որ Աստված դիցի անունն եք տալիս աստիուացին, արարիչը չի ընդունում, չէ՞, այս ամենը ուղարկում է աստիուացին խնդրանքները, Այդ իսկ պատճառով կիրառել արարիչը։ Այո, շատ ավելի ճիշտ կլինի, այո, կիրառել արարիչը։ Սա էլ էսպես։ Անցնենք հաջորդ հարցերին։ 35 տարի առաջ եղել է ջրերի թունավորում, հարցը այսպիսին է հնչում, արդյոք իսկապես այդ ջրերը թունավորվել են, որոնց հետևանքով առաջացել են այս քաղցկեղային, այո, բարձր տոկոսները մեր երկրում։ Մեր ճշտումների արդյունքում պարզվեց, հարգելի հետևորդներ, որ 35 տարի առաջ է եղել նման բան, բայց եղել է ոռոգման ջրերի թունավորում, ոչ թե խմելու, որը ազդել է ջրերի վրա 10-ից 12%-ով։ Մեզ հարց են ուղում նաև արևի վերաբերյալ, արևի հովանավոր, այսպես կարելի է անվանել ռադիցին, թե ով է արևի հովանավորը, միգուցե արարիչը։ Ոչ սիրելի հետևորդներ, ռան, որ իբր արան է, իբր արի հակառակ տարադարձված, չգիտեմ տեսակն է եւ այլն, նման բան գոյություն չունի, ռան արևը ընդհանրապես հովանավոր չունի, իսկ եթե ընդունենք պայմանական հովանավոր, դա Սուրբ Սրբոցրբերից արարիչն է, ով մշտապես վերահսկում է ամեն առումով արևին։ Եվ ամեն ինչ արևը չի դա։ Արևը այն դիցի անունն է, որը վերաբաշխում է արևից ստացվող ջերմությունը, լույսը, կարգավորում եւ վերաբաշխում է երկրագնդի ամբողջ մակերեսի վրա, ըստ անհրաժեշտության, ըստ չափականակի եւ այլն եւ այլն։ Կարող է միտեղ դա պատժելու նպատակով շատ տրվի կամ քիչ մի խոսքով։ Հաջորդ հարցը այսպիսին է, կան արդյոք թաղման կամ հոգեհանգստի ժամանակ հնչող խնդրանքներ։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, թաղման կամ հոգեհանգստի ժամանակ հնչող խնդրանքները պիտի իրականացվեն մահացած մարդու հարազատների, մերձավորների, մտերիմների կողմից։ Եվ ինչ պետք է խնդրել Սուրբ Սրբոցրբերից արարչից։ Մենք կարող ենք խնդրել հաջորդ վերամարմնավորման ժամանակ հնարավորինս պաստ պայմաններ նրա առաքելության իրականացման համար, վարկանիշի բարձրացման համար, ի վերջո անմահության շեմը հաղթահարելու համար։ Կարող են խնդրել նրա կատարած սխալների մեղքերի համար թողություն։ Եվ դա, ինչպես գիտեք, կարող են խնդրել 40 օր, ոչ ավելի։ Լիլի ջան, մյուս հարցներ կա։ Արդյոք դե շատերը բնականաբար հրաժարվում են հիմա քրիստոնեությունից եւ մարդկանց մոտ հարց է առաջանում, լավ, այս դեպքում ինչպես օրհնել պսակադրության արարողությունները, որտեղ այն նշել, ուր գնալ, դե բնականաբար այսօր ինչ ունենք, գառնու տաճար ունենք, կարելի է այնտեղ նշել, իսկ թե օրհնության պահով ինչ բացահայտեցիք պարոն Ռուբենի հետ, Լիլի ջան։ Բացահայտվեց հետևյալը, նախ շատերն են վերջերս մեզ հարց ուղղել, ով պետք է ի վերջո օրհնի նորապսակներին։ Մեր հարցումները ցույց տվեցին, որ այս պահի դրությամբ այդ իրավունքը երկրագնդի վրա ունի միայն Ռուբեն Գրիգորյանը։ Սակայն ինչն է արտադիր, ինչն է կարևոր, բոլորը չի, որ Ռուբեն Գրիգորյանի տեղը գիտեն կամ նա ունի այդ հնարավորությունը բոլորին օրհնելու։ Սակայն ծնողների օրհնությունը նախընտրելի է եւ պարտադիր է, այսպես ասենք։ Ամուսնացող զույգի ծնողները պետք է օրհնեն նրանց եւ կրկին Սուրբ Սրբոցրբերից արարչին դիմելով պիտի խնդրեն նրանց համար սեր, երջանկություն, պտղաբերություն, առողջ բալիկներ, պետք է խնդրեն ճիշտ ուղղորդում բոլոր քայլերում, որպեսզի նրանք
նաև ճիշտ դաստիարակեն իրենց երեխաներին, ապագա երեխաներին։ Բոլոր կարևոր հարցերում Սուրբ Սրբոցրբերից Արարչի ուղղորդումը պիտի նախ եւ առաջ խնդրեն։ Եթե Արարչի միջամտությունը կա այդ նորաստեղծ ընտանիքի կյանքում, ուրեմն բոլոր հարցերը կգտնեն իրենց ճիշտ լուծումը։ Ահա թե ինչ պիտի խնդրեն ծնողները, նորապսակների համար։ Գրեթե այսօրվա հարցերն այսքանն էին, Լիլիթ ջան, գրեթե բոլոր հարցերին էլ պատասխանեցինք։ Հարգելիներս, մնում է միայն ձեզ հիշեցնել, որ մենք առաջիկայում ունենք մեր ուխտագնացությունները, մեր սրբագործման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ձեզ ուզում ենք հիշեցնել, որ միանաք մեզ, ովքեր ցանկանում են, քանի որ ժամանակը քիչ է մնացել, հասցրեք գրանցել, ամրագրել ձեր տեղը։ Մեր ուղղություններն են լինելու։ Եվ միացեք մեզ։ Այո, միացեք մեզ այդ գեղեցիկ օրը Երերույթի եւ ծիրանավորի բացահայտման գործում։ Այո, ցնցող բացահայտումներ են սպասում, ինչպես միշտ։ Եթե ժամանակը բավարարեց, անպայման գնալու ենք եւս երկու սրբավայր, սպիտակավոր եւ կարմրավոր։ Բայց սովորաբար այնքան շատ են լինում մեզ հարցերը, այնքան ջերմմթնոլորտ է լինում, այնպիսի հագեցած օր ենք ունենում, որ մի փոքր կասկածում եմ կհասցնենք, թե չենք հասցնում։ Հա, ասում եք, բայց միևնույն է իսկապես հասցնում ենք եւ ամենակարևորը ինչն է ինձ շատ գոհացնում, իհարկե հենց հասնում ենք տուն, անմիջապես զանգերը հնչում են հաջորդ առավոտվանից բոլոր մասնակիցները հերթով զանգում։ Ինչպես այնտեղ են բոլորը հերթով մոտենում հարցեր տալիս, հարց եւ ստանում բոլոր այդ հարցերի պատասխանները, այնպես են հասնում, այո, անհատական սեմինար եւ հասնում են տուն ու առավոտյան զանգահարում։ Ամեն մեկը երկար նկարագրում իր էմոցիաները, իր զգացողությունները, իր գոհունակությունն է հայտնում եւ ամենակարևորը գիտեք որն է, այն որ երբ մենք վերադառնում ենք, տեսեք շատերն ասում են օրինակ եթե մենք գնում ենք ինչ-որ միտեղ հանգստի կամ սրբավայրեր եւ այլն, վերադառնալուց հետո հաջորդ օրը որ վրաներս վիճակ չի լինում, բայց այ հետաքրքիրն ի՞նչ է, որ ձեր հետ գնալուց այս սրբագործումներից հետո գալիս ենք հաջորդ օրը ակտիվ է, այնպեսի մի ակտիվություն է իջնում մեր վրա։ Այո, իսկապես այդ օրը շատ հետաքրքիր է, լավ անմիջական զրույց այսպես պատմեմ, այդ օրը մենք վերադարձել ենք, դե բնականաբար արդեն ժամը 10 էր, աղջիկներով եկանք մեր տուն, այստեղ նստեցինք, մի փոքր մի ժամանակ անցկացրեցինք, այնուհետև ես դեռ գործերս եմ արել, 2 ժամ էլ քրոջս հետ եմ զրուցել, այս ամենը նորից վերլուծելով, պատմելով, այսպես այս էմոցիաները, ասում եմ, դու այսքան ամբողջ օրը խոսել ես, միթե չես օգնի, ասում չէ, մենք լիցքավորվում ենք այս ամենից։ Իսկապես եւ ուրախ ենք եւ շնորհակալ, որ այս հոգիները շատ լավ աջակցում են մեզ ամբողջ ընթացքում։ Եվ հոգիները, եւ դիցերը, էներգիաները։ Մենք ունենք հովանավորող դիցեր, որոնք մեր կողքին են լինում, օգնություն են ցույց տալիս եւ շատ հրաշքների են ականատես լինում այս սրբագործումների ժամանակ եւ հատկապես երբ մարդիկ գալիս են խնդիրներով, հիվանդություններով, շատերը վերադառնում են, այսինքն դեռ չենք լսել այնպիսի մեկը, որ խնդիր ուներ ու խնդրով հետ է գնացել։ Բոլորը եւ հետո են զանգում պատմում, ասում եմ մի քանի օր զանգում, գիտես, հոդերի ցավը, որ տարիով տառապում էի, չկա, այդ ցավն անցել է, մյուսը, չգիտեմ, ալերգիա ունեի, այդ ալերգիան անցել է։ Այնպես որ բազում այսպիսի հրաշքների ենք նաեւ ականատես լինում։ Այսօր այսքանը, ցտեսություն, մինչ հանդիպում։ Եթե ցանկանում եք մեր վաղվա սեմինարին միանալ, նույնպես կարող եք գրել մեզ։ Խոսքով, ստեսություն ձեզ, հաջողություն, մինչ նոր հանդիպում։ Սպասեք շուտով մեր տեսահոլովակը կլինի մեր արկածներից, որոնք տեղի ունեցան Մեղրիում, Սյունիքում։ Այո։ Ստեսություն ձեզ։